Նաև Գևորգ Պետրոսյանն է մեզ հետևում։ Ես Գևից ցավը տանեմ։ Ողջունում ենք ձեզ, պարոն Պետրոսյան, հարց է եղել, երբ է Քավորս խոսելու ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից։ Քավորը քո ցավը տանի, մեռնեմ քո կյանքին, Գև ջան։ Ասում եմ, ես ազգային ժողով մի դեպքում մենակ կգնամ, որ եթե կարիք լինի, որ եթե մենք կլինենք ընդդիմություն, Լուսնե ջան, կարիք լինի սրանց թեկուզ մի օրով իրանց տեղը ցույց տալու համար։ Բնական է, հենց այդ օրը ինձ կկալանավորեն, բայց այդ մի օրը նիկոլականները իրանց տեղը կիմանան, այն բունկերի ծակերից չեն դուրս գա։ Մինչև որ ինձ կան կալանավորեն տանեն։ Լուսնե ջան, երբ որ լավ տղուն կալանավորում են կամ պարկացնենք ասֆալտին։ Լավ տղուն սվոր ռաֆի նման տղուներ էին ասֆալտին պարկացնում, բայց սվոր ռաֆն է, իսկ այդ ասֆալտին պարկացնողները մուսարներ են։ Նենց որ այդ մուսարների գործունեությունից ասֆալտին պարկող լավ տղու հեղինակությունը չի ընկնում, հասկացաք։ Ինչն եմ ուզում ասեմ, երբ որ գալի բռնում, երբ որ գալի ազգային ժողովից մերոց բռնում տանում էին այն սկզբի օրերը, այն ֆորմովները, էդի մերոց պրեստիժը հանում էր, բայց երբ որ մերոց վրա խժում են ընդե, մերոց ծեծում են ընդե, էդի մերոց անունը գցում է։ Հելեք ծեծը թող ձեզ բռնեն տանեն, թող պարկացնեն ասֆալտին, այո, լավ տղուն ասֆալտիներ է պարկացնում մուսարները։ Հասկացաք, իսկ ոստիկանների կյանքին էլ մեռնեն։ Ոստիկաններին մենք հարգում ենք, հանկարծ չշփոթեն մուսարներին ու ոստիկանները չխառնեն։ Ոստիկանին մենք հարգում ենք, ուժային կառույցները իմ համար, իմ պետությունը իմ համար սրբությունն է, Լուսնե ջան, ուժային կառույցներն էլ պետության ողնաշան են։ Անվտանգություն ապահովողը պետության, անվտանգություն ապահովողը դա ուժային կառույցներն են, բանակը, ոստիկանությունը ու ազգային անվտանգությունը։ Բայց ոնց դու կարաս չհարգես իրանց, բայց մուսարը ուրիշ է։ Մուսարները այդ դակվազն կպարկեցնենք ասֆալտներին։ Այդ պարկացրու, որ պարկացի, նորից եմ ասում, սվոր ռաֆի նման տղում պարկացնում էին ասֆալտներին մուսարները։ Սվոր ռաֆը լեգենդար մարդա սվոր ռաֆով հպարտանա ցանկացած հայ։ Դուք էլ կարող եք ձեր մեջ թակուն կենաց մենակ խմեք իրա կենաց խմեք։ Հիմա որպեսի մեզ չմեղադրեն քրեական ենթամշակույթ։ Բայց դա քրեական ենթամշակույթը իրանք են, այ մերնեք, ամենաուժեղ հանցագործները իրանք են։ Լուսնե ջան, այսօր որ այսքան սպանություններ կա, նարկոտիկները որ հիվանդանություն, դպրոցներում երեխեքի մեջ որ վախում ես, երեխու թողես, դուս որ կարող է դա մի վատման սովորի։ Լավ է, մեր երեխը կպարապում են բարբամարբա այդ սպորտը տենց բաների դեմ է։ Ու ասում եմ, այ որ տարածված է դեղը մեղը նարկոտիկը, սա սրանք են մեղավորը, որովհետև կոնտրոլ չկա։ Ուրեմն Ստալինը սրանց չափ խելք ուներ։ Սվոր ռաֆի մի տոկոսի չափին կարել են մարդկության համար, որ քրական, որ սվոր ռաֆի անունը տամ, ասեն քրական ենթամշակույթ, հա։ Սվոր ռաֆը քրական ենթամշակույթի դեմ էր։ Սվոր ռաֆը արդարություն հաստատող մարդ էր։ Լուսնե ջան, դները Գև ջան, մեռնեմ սրտի, Պետրոսյան ջան, նենց որ Քավորը կետ ազգային ժողով մենակ այդ վաղ, եթե կարիք լինի, եթե մենք էլ լինենք ընդդիմություն բնականաբար, ու կարիք լինի սրանց տեղը ցույց տալու համար, մեռնեմ սրտի։ Բայց այ դու Գևորգ Պետրոսյանը պետ ազգային ժողով, Էդգար Ղազյանը պետ ազգային ժողով,